Սրտանց փառտանք սիրելիներ։ Ջիգերով։ Մի հատ հետաքրքիր թեմա Սուրբ Հոգին տվեց։ Մարդը մինչև չաղկատանար չի հարստանա։ Ես կարծում եմ այդ թեման, որ Հիսուսի հետ է կապված, ասեք ինչ է գրած։ Աղքատությունը հասկանալով է մարդը հարստանում հոգևոր։ Եվ կարդամ այդ երկու համարներ, կարդում եմ 2 Կորինթացիս 8:9, քանզի դուք գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, թե ինքը ձեզ համար աղքատ եղավ, անոր հարուստ է, որպեսզի դուք անոր աղքատանալով հարստանաք։ Մի համարել կարդամ, որ միտք ավելի կան։ Երանի հոգով աղքատներին վանց երկի թագավորություն նրանց։ Մատթեոս 5:3 Հիսուսի աղքատություն։ Ես խորը համոզված եմ, ինչքան իր աղքատությունը բացվավ քեզ, հոգով հասկացար, այդքան կարստանաս։ Լրիվ բացվավ, լրիվ կարստանաս։ Հիսատ բացվավ, հիսատ կարստանաս։ Ինչ աղքատության մասին է խոսում Քրիստոսը։ Մենք Քրիստոսի հարստության մասին գիտենք, որ նրա փառքը գիտեք ինչքան մեծ է։ Մեր փառք տալով չի, որ նրա փառքը մի շատանա։ Դա կարդամ տենանք նրա փառքը ինչքան մեծ է։ Տիրոջ անունը օրհնեք, վանզի միան անոր բարձր, անոր փառքը երկրից, երկնքից վեր է։ Սաղմոս 148:13-ներ կարդաց։ Անոր փառքը ինքան շատ է, որի մոտ տված փառքերը զրովի է։ Մենք փառք տալիս ենք մի նպատակով, այդ ուզում եմ իմանալ։ Ինչքան փառք տաս, սրտանց փառք տաս, ամբողջ հոգով փառք տաս, փառք տալուց է մարդը վայելում Աստծուն։ Մենք փառք ենք տալու, որ վայելենք։ Մեր նպատակը չի, մեր փառք տալու նրա փառքը չի շատ։ Ինչքան ուզում ամբողջ տիեզերքը փառաբանի, հրեշտակները փառաբանեն, ամբողջ սուրբերը փառաբանեն, երկրի բնությունը, ստեղծվածությունը սաղ փառաբանի, Աստծո փառքը մի գրամ չի անում։ Նրա փառքը Ավիտյանս Ավիտյանս, նրա փառքը արտասի չէ, անոր փառքը երկրից, երկնքից վեր շատ է։ Այդ փառքը թողեց Աստված տեսավ, որ մարդի միջոցով մեղք է մտի աշխարհ։ Եվ այդ ծրագիրը, որ մեզ փրկելու ծրագիրը, դա մեր խելքի բանը չի։ Դա մեր խելքի բանը չի, սիրելի։ Նայեք ինչա գրած գրքի մեջ։ Եվ երբ է որոշել դա Աստված։ Նայեք տեսեք երբ է որոշել։ Երկրորդ Տիմոթեոս 1:9, երկրորդ Տիմոթեոս, որ մեզ փրկեց, սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերին այլով, հապայ նախազան շնորհքին այլով, Քրիստոսը մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Հավիտենական դարերից առաջ մտածել է քո մասին, իմ մասին, որ մեր մեղքի հարցը լուծի։ Նա տեսավ մեղքի մարդի պատճառով մեղք եկավ աշխարհ։ Աստվածաբարության խորհուրդը շատ մեծ է։ Աստված մարդացավ, որպես մարդ հաղթեց մեղքի։
Եվ հարություն արավ նստավ հրաշքով, որպես մարդ, նա որպես մարդ աղքատացավ, ինչ աշճանի աղքատացավ, այդ աղքատության աշճանը սա է, ես սա անձի Սուրբ Հոգին բացել է, երբ որ ամբողջ աշխարհի Ադամից մինչև վերջի մարդի մեղքը Հիսուսի վրա է, հայրը թողեց իրան, մեղքի վարձքը կրակի լիճն է, եթե նա կրակի լճի տառապանքը չապրեր, ոչ մի քավություն չէր։ Շատերը քավությունը, թողությունը խառնել իրար։ Քավությունը այլ բան է, թողությունը այլ բան։ Քավել նշանակում պատիժը կրել։ Մեղքի պատիժը կրակի լիճ։ Դու եթե այդ աղքատությունը հավատաք, որ Հիսուս ինչքան մարմնավոր ծեծեցի, ինչքան անարգեցի, բայց մի ակնթարթ կրակի լճի տառապանք ապրել։ Դրա համար նա ինչ տառապանք ապրեց, նայեք ինչ ակրեց։ Եվ այդ տառապանքի մեջ ինչ ողջ բանում, այսպիսի ողջ միան Հիսուսն է, որ իր մարմնի օրերը սաստի գոչումով, արցունքով, աղոտ, աղաչան մատուցանով, որ կարող էր զինք մավանազատել, լսվեցավ իր բարեպաշտության պատճառով։ Եբրայեցիս 5:7 սաստի գոչումով նրա ողբը չեք պատկերացնի ինչ աշճանի աղքատացել։ Եթե դու դա հավատաք, որ Հիսուս քո փոխարեն կրակի լճի տառապանքն ապրել, որի մունքորման պիքս մարդի փրկի, ես եթե դու աղքատաս, ես աղքատություն եթե հասկանաս, դրա համար ասում է Երանի հոգով աղքատների, ինչ աշխարհ հոգով աղքատ, նրանցն Աստծո արքայություն, հոգով աղքատ, տեսեք ինչ աշխարհ, Հիսուս ամենավերջի աղքատությունը կրեց, եթե դա քեզ չբացվի, դու չհասկացար դա, որ Հիսուս քո համար կրակի լճի մանա կրել, սա որ բացվավ ինձ, տեսեք ինչ հավատքան միտեղ ես։ Տեսեք, ուզում եմ սովորեք ես։ Հիսուս քավելա բոլոր աշխարհի մարդկանց, քավել, ասին մարդիկ։ Ես Հիսուսի այդ աղքատությանը հասկանալով, ողբով արցունք արեցի, ասի Տեր Աստված, դու ամբողջ մարդկության մեղքը քավել ես, ով ուսմանձի անարգի, ով ուսմանձի բամբասի, ով ուսմանձի չարախոսի, հանուն քո տառապանքի, կրակը լիճի տանջանքի, ես հանուն դրա բոլորին ներում եմ։ Տեսեք ինչ հավատք։ բոլորին ներում եմ, ինձի սպանող, իմ հորը սպանող, ամեն ինչ վատություն արող մարդկանց, բոլորին ներում եմ, հանուն քո տառապանքի, հանուն քո տանջանքի։ Սա որ դու չհասկացար, մի գրամ չես հարստանում, մի գրամ։ Համար Հիսուս հոգով աղքատ նշանակում մարդի հոգին հարուստ չմեղքով, հպարտության, օրիզության, մեծամտության, աշխարհասիրության, ամեն մեղքերով հարուստ է։ Այն ուզում ասի, այնպես ողբա, որ լրիվ աղքատանաս, գնաս Հիսուսի աղքատությունից հարստանաս։ Սրանք իրար հետ կապում։ Եթե հոգով չաղքատացա, Քրիստոսի հարստությունից տեղյակ չես ըլնի,
ուրացավ Հիսուսը։ Եվ բոլորն են համար ուրացել են, հախանց։ Բայց Հիսուս չուրացավ։ Ասեք եթակ, Պետրոսին էր կասեք և աշեք, որ Գալիլեան։ Պետրոսը սարմացավ։ Իմ մասին մտածում եմ։ Իմ մասին խորում եմ։ Եթե դու ուրանաս Հիսուսին, նա չի ուրանա քեզ, նա չի մոռանա քեզ, նա որպես մարդ քո տեղը մեռել է, քո տեղը կրակի լճի տառապանքն ապրել, անարգվել է քո տեղը, դու պատկերացնում ես տեսերքի արարիչը ծնվում է երկիրը որպես մարդ, լուտն են դեր չունի, 30 տարի ոչ մեկ չիմացավ ինչ նսեմացում, ինչ անձնացում։ Ես զարմանում եմ Հիսուսի աղքատությամբ։ Եթե նրա աղքատությունը խորը չհավատաս, չհասկանաս, դու կյանքում հոգևոր չես հասնի։ Սա լուրջ է։ Մենք հələ մի հատ Հիսուսի փառքը դիրքո փառքի հələ քեզ մի հատ համարում։ Ինչ ես ներկայացնում դու քեզնից։ Ոչնչություն։ Բոլոր ազգերը մի կաթիլ ջրի նման են աստված։ Բոլոր ազգերը։ Մի կաթիլ ջրի մեջ քո չափսերը կարաս որոշես։ Աստված իմ նման ոչինչի մասին մարդացել է, կրակի լճի տառապանքը կրել է, որ ես ու դու մարդ դառնա, այն էլ Աստծո մարդ։ Մեզի Սուրբ Հոգով օծում է, որ նա ապրի ու թագավորի մեր մեջ։ Իսկ մեր նման անպետ մարդիկ փոխանակ իրանց աչքի գերանը հանեն, ովքեր իր աչքի գերանը չի հանել, ուրիշի մեղադրում է, նա կեղծավոր մարդ է Աստված ասում։ Աստվածն են ասում է, կեղծավոր, աչքիդ գերանը հանի։ Հիսուսն ինձ ասում է կեղծավոր, եթե իմ աչքի գերանը չեմ հանել, ուրիշ շուղն եմ ուզում հանել, ես կեղծավոր մարդ եմ Աստված ինձ կեղծավոր մարդ եմ։ Համար աղաչում եմ ձեզ, խնդրում եմ ձեզ, Հիսուսի աղքատությունը խորը հասկացան, թե ինչ աշխարհի աղքատացան, ինչ աշխարհանար բանն է։ Այդպիսի բան, ով էր տեսել, Աստծո որդին անեցք դառնա ամբողջ մարդկության համար, անեցք խաչից կախված անիծյալ Հիսուսը ամբողջ անեցքը վերցրեց և խորը տարապեց, շուրացավ, սաստի գոչումով, արցունքով, լսվեց, ոչ թե Աստծո որդու վաճառով, որպես որդի մարդու, որպես իր բարեպաշտության, սկսած սատանայի փորձությունից մինչև վերջ, նա Գեթսեմանում աղոթում էր իրան Աստված չէր օգնում, իրան հեշտարն էր օգնում, այդ բոլոր աղքատությունը Հիսուս արել է իմ ու քո համար, սա պիտի խորը հասկանանք ու գնահատենք, որպեսզի չմոռանանք ով ենք մենք, մի պիղծ, կեղտոտ, աշխարհի ամենապիղծ ալյանդակ մարդ եմ եղել, իմ կողքով ասել, նույն վայրկյանին ինձ ապրեցեց, այդ ով կարող է ասել, ես ինչու խորը չեմ հասկանում իր խաչելությունը, դա տարապակվել, իրան արկակվել, նա մի օր քեֆի սեղան չի նստել, նա չեկավ ես աշխարհվարելու, եկավ միան խաչվելու, եկավ կրակի լճի տառապանք ապրելու, եկավ քավելու մեր մեղքերը,
իրանմանը չկատ ես երկում, նրա պարքը երկից վերա, այդ պարքը դրելա քո մեջ սուրպակում, որ դու հասկանաս Աստվածը ապրում քո մեջ, Աստված ապրում քո մեջ, եթե դու ես 100 տարի ապրես, եթե չես ուզում, դու աղքատանաս, որ Աստված ապրի քո մեջ, այդ ինչ հեքիաթ եք ես պատմել, որ այդ ասնատի հավիտյան մի ապրինակվեց Աստված։ Եթե դու չես ուզում, այդ 100 տարին կորցրես Քրիստոսին քնես, չես ուզում քեզ ուրանաս Քրիստոսին քնես, չես ուզում քեզ մերժես Քրիստոսին քնես, չես ուզում խաչվես, որ Քրիստոս ապրի քո մեջ, եթե չես ուզում Քրիստոս ապրի քո մեջ, դու հավիտյան չես ապրի քո մեջ, այդ հեքիաթը քեզ ես խնդրում եմ, պես Աստվածաշնչում, Ժողովուրդ Նորոգիները, եղբայրները քարոզեցին շատ։ Ընկները կա, Պետրոսները կա, այս դառը լացա, իսկ Սոթորից վերադարձան։ Լավար եղբայրները, նրա աղքատություն չկան ասվել ինձ, այդքան հարստացել ինձ։ Ես աղոթեք ու ուզում եմ աղքատությունը ասպիլ, Իսուս ջան, որտև ստեղը տենց ագրած, ես կարդում եմ նորից հետ, գիտեք Տեր Իսուսի շնորհքը, թե ինքը ձեզ համար աղքատ եղավ, անոր հարուստ էր, որպեսզի դուք անոր աղքատանալով հարստանաք, եթե իր աղքատությունը չի բացել ես, լացի աղքատությունը հասկնա, ուր սկսեց եմ, խորը սղճամ, որ քեզնով հարստանամ, դու դառնաս իմ հոգու միակ թագավորը։ Եղբայրներ, այս բանը հասկացող մարդը ուրիշ